Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել։ Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, մոտ 70 հրթիռ։ Կիևում 11 մարդ զոհվել է, 46-ը վիրավորվել։ Փլուզվել է 9 հարկանի շենքի մի քանի հարկ։ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի մարզում թիրախավորել է ռազմարդյունաբերական եւ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները։ Միևնույն ժամանակ գերատեսչությունը հայտնել է գիշերն ուկրաինական 500-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Զանգվածային հարվածների են ենթարկվել Լենինգրադի եւ Յարոսլավլի մարզերը։ Լենինգրադի մարզում թիրախավորվել է 2 նավահանգիստ, Յարոսլավլում 2 մարդ է վիրավորվել, Ղրիմում կա 1 զոհ, 2 վիրավոր։ Հարվածների ֆոնին հայտարարվել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Գագաթնաժողովը կկայանա հուլիսի 7-ից 8-ը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ, քննարկել իրավիճակը ռազմաճակատում եւ դիվանագիտական ջանքերը։ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է մոտ 1.5 ժամ։ Ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի քննարկվել են երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է եղել ուկրաինական կարգավորման թեմային, նաեւ հաշվի առնելով Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թրամփի առաջիկա մասնակցությունը։ ԱՄՆ նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել նպաստելու ռազմական գործողությունների դադարեցմանը։ Պուտինն էլ նշել է, որ նախընտրում է հակամարտությունը լուծել քաղաքական դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով ռուսական սկզբունքային մոտեցումները։ Երկու ղեկավարները քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, պայմանավորվել են շարունակել շփումները։ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Անկարայում եւ Ստամբուլում ցույցեր են տեղի ունեցել։ Ավելի քան 100 մարդ ձերբակալվել է։ Ակցիաները կազմակերպել է Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը։ Ցուցարարները դեմ են արտահայտվել ՆԱՏՕ-ի գործունեությանը։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցեն ոչ միայն դաշինքի 32 անդամները, այլև պաշտոնյաներ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից։ Գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի իշխանություններն արգելել են ցույցերի անցկացումը։ Գազայի հատվածում գրեթե 2 տասնամյակ իշխող Համաս շարժումը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը։ Ըստ շարժման աղբյուրների, այս քայլն իշխանությունը նոր տեխնոկրատական մարմնին Գազայի կառավարման կոմիտեին փոխանցելու մաս է կազմում։ Կոմիտեն ստեղծվել է մոտ 6 ամիս առաջ, բայց դեռ չի սկսել իր աշխատանքը, քանի որ Իսրայելը թույլ չի տվել դրա անդամներին մուտք գործել Գազայի հատված։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի վերակառուցումը չի կարող սկսվել, քանի դեռ Համասը չի զինաթափվել։ Իսրայելի եւ Համասի միջև հրադադարն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերին։ Դրա առաջին փուլը ներառում էր կողմերի միջև պատանդների եւ բանտարկյալների փոխանակում, հումանիտար օգնության մուտք անկլավ եւ իսրայելական ուժերի դուրսբերում Գազայի որոշ հատվածներից։ Երկրորդ փուլը նախատեսում է Գազայի ապառազմականացում, վերակառուցում, անցումային կառավարության ստեղծում եւ իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերում։ Իրանում շարունակվում են ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ նրա ընտանիքի անդամների հրաժեշտի արարողությունները։ Թեհրանում դրանց մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Շատերը Խամենեիի սպանության համար վրեժի կոչեր են հնչեցրել։ Հուլիսի 5-ին Թեհրանում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են նաեւ հանգուցյալ առաջնորդի 3 որդիները, սակայն նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներկա չի գտնվել։ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները կտևեն 1 շաբաթ, որի ընթացքում նրա մասունքները կտեղափոխվեն նաև հարևան Իրաքի շիաների կրոնական վայրեր։ Խամենեին կհուղարկավորվի հուլիսի 9-ին իր հայրենի Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։